քանի անգամ է նա հրաժարվել Զանգեզուրի միջանց կոչվող այդ ահարկու երևույթից, քանի անգամ, հիշում եք, քանի անգամ է ասել, մեզ պետք չի, մենք Իրանով կանենք մեր ճանապարհը, մենք Իրանով կանցկացնենք մեր ուղին, մեզ շրջանցիկ ճանապարհ կստեղծենք, հիշեք, քանի անգամ, եւ հետո, երբ որ հայերին, այսինքն իշխանությանը ոչ թե խելացի մարդկանց, ընտելացնում է այդ գաղափարին, մեկ էլ բռունցքը խփում եւ ասում է ոչ Զանգեզուրի միջանցքը պետք է տաս, չես տա, մենք ուժով կվերցնենք։ Ինչու է այսպես հոխորտում, որտեղ դիմացինը մի խեղկատակ լածիրակ է, դիմացինը պետության ղեկավար չի, որ պետականության զգացողություն ունենա, որ պատասխանատվություն